Ողջույն, Բուն TV եթերում դիլեմա հաղորդաշարի նոր եթերաշրջանի անդրանիկ հաղորդումն է։ Եվ այս հաղորդումը մենք որոշեցինք նվիրել վերջերս Աբու Դաբիում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ու իրենց պատվիրակությունների հանդիպմանը։ Եվ իմ հյուրերն են փորձագետներ Դավիթ Ստեփանյանը, բարև ձեզ, շնորհակալություն հրավերությունելու համար, եւ Սամվել Մելիքսյանը, բարև ձեզ, շնորհակալություն հրավերությունելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հանդիպում, որը բավականին երկար սպասված էր, տևական ժամանակ է ինչ առաջնորդները առանձին ֆորմատով տևական հանդիպում չէին ունեցել, մի շարք հարցեր կար վստահաբար կուտակված քննարկելու, դուք գիտեք, որ նախորդ Աբու Դաբիի հանդիպումից եւ Վաշինգտոնյան հռչակագրերից հետո ըստ էության նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը բոլորովին նոր փուլ է թևակողել, եւ այս հանդիպումը եկավ արձանագրելու մի շարք ձեռքբերումներ, նաեւ քննարկումներ տանելու այլ ուղղություններով։ Պարոն Մելիքսյան, ինչ ուրեմն առանձնահատկություններ, ինչ կարևոր իրադարձություններ դուրս կբերեք հանդիպումից։ Ես կարծում եմ բուն հանդիպումներ, ինչպես դուք նշեցիք, արդեն կարևոր փաստ իրադարձություն, իհարկե այդտեղ կա նաև սիմվոլիկ բաղադրիչ է, որովհետև երկու առաջնորդները մեկնել են Աբու Դաբի ստանալու Զայեդի այդ մրցանակը մարդկային եղբայրության համար, եւ իհարկե մենք դեռ չունենք վերջնականորեն կնքված ֆորմալ առումով խաղաղության պայմանագիր, բայց կարծում եմ այս քայլը նույնպես ինչու է կարևոր, որովհետև որոշակի նաև պարտավորեցնող տար ունի իր մեջ։ Մենք կարող ենք հիշել նաև ավելի պրոբլեմատիկ, օրինակ 2025 թվականի սկիզբը, եւ որ հայկական կողմը միակողմանի ընդունեց այն առարկությունները, որ կային խաղաղության պայմանագրի երկու կետերի հետ, հանեց, եւ դրանից հետո ինչպիսի միջազգային դրական արձագանքներ եղան, ու այդ արձագանքների ֆոնին նաև մենք կարող ենք հիշել, որ այդ ժամանակ բոլորը քննարկում են էսկալացիաների ռիսկերը, որտեղ ադրբեջանական կողմը խոսում էր ինչ-որ սահմանին լարվածությունների, նույնիսկ կրակոցների եւ այլն մասին, բայց քանի որ այնպիսի միջազգային ֆոն էր ստեղծել դրական Թուրքիայից սկսած, գրեթե բոլոր երկրները ողջունեցին այդ քայլը, որ այսպիսի սիմվոլիկ քայլերից հետո շատ դժվար է լինում նաև ինչ-որ էսկալացիոն, թրեկը շարունակել։ Եվ կարծում եմ սա արդեն ամրապնդված ինչ-որ տրամաբանություն է, որ ավելի փոքր քայլերից հետո մենք գնում ենք ավելի մեծ քայլերի, միջազգային հանրությունը դա ողջունում է եւ նաեւ առաջնորդների մոտ այնպիսի ինքնություն է ձևավորվում, որ սա նորմալ է, այս գործընթացը պետք է շարունակել, սա դրական գործընթաց է եւ ազդում է նաեւ իրենց միջազգային, այսպես ասած, վարկանիշի, ընկալման եւ այլն վրա։ Եթե ասենք բովանդակային, ապա ես կասեի, սա ամփոփում է այս կար 2025 թվականի Աբու Դաբին, որը առաջինն էր, մոտ 5 ժամ, մեծ բավականին դելեգացիաներով կողմերը քննարկում էին բազմաթիվ հարցեր, որ կուտակվել էին։ Դրանից հետո եղավ Թրիպի այդ Վաշինգտոնյան հանդիպումը, եւ նախկին Աբու Դաբիում մենք կարող ենք հիշել, որ հիմնական թեմաները էլի սահմանների հետ կապված, հանձնարարություններ շարունակել այդ գործընթացը, դելիմիտացիա, դեմարկացիա, նաև երկու հասարակությունների միջև վստահության միջոցների ձեռնարկման մասին, ինչը եղավ այդ քաղաքասարակությունների ձևաչափը, այցերը Բաքու, Երևան, եւ այս հանդիպման ժամանակ արդեն նշվեց այդ տարերը եւս, այսինքն մենք ունենք այս ընթացքում երկու Աբու Դաբիների միջև այդ պատմական այցերը, մենք ունենք տնտեսական զուգահեռ զարգացող, այսպես ասած, համագործակցության առաջին քայլերը եւ նշանները, մենք ունենք փոխվստահության արդեն գրեթե բավականին մեծ, այսպես ասած, ռեսուրս, եւ մենք ունենք նաեւ այդ արդյունքը, որ առաջի Աբու Դաբին դա հենց մեկնարկն էր, այս Աբու Դաբիում արդեն քննարկում ենք հենց արդեն ունեցած մեր ձեռքբերումները, սա շատ կարեւոր է, եւ կարծում եմ հենց սրանով էլ առանձնահատուկ է այս հանդիպումը, սա ամփոփում է այս մի տարվից մի քիչ այս զարգացումների, որոնք կարող են այլ լինել, բայց մենք ունենք հուսադրող բավականին ուղիներ եւ առաջնորդները նշեցին նաեւ, որ պետք է զարգանան տնտեսական համագործակցության նոր քննարկումներ եւ տարբերակներ քննարկվեն, ու գիտեք, որ նաեւ տարբեր առաջարկներ կան, այդ թվում օրինակ հայկական խորհրդի կողմից, որ հարկավոր է արդեն անմիջապես ուղիղ հաղորդակցություն, ուղիղ տնտեսական կապեր Հայաստանի Ադրբեջանի միջև, ոչ թե միջնորդավորված, եւ շատ կարեւոր կլինի, եթե հաջորդ քայլերից մեկը սա լինի, որ մենք չպետք է սպասենք ոչ արտաքին ինչ-որ զարգացումների,
չպետք է սպասենք նաև այդ ֆորմալ գործընթացների, որ կարելի անել քայլեր եւ այդ քայլերը իրավիճակ են փոխում եւ պետք է ավելի համարձակ լինել եւ կարծում եմ այս ուղղությամբ ինչ որ հուսադրող էլի նշաններ կան եւ կարելի է շարունակել։ Պարոն Ստեփանյան, նույն հարցը։ Ինչ կարևոր իրադարձություններ դուրս կբերեք հանդիպումից։ Ну, ընդհանուր առմամբ պարոն Մելիքսեթյանը ներկայացրեց, հա, բավականին համապարփակ, ես երկու բան առանձնացնեմ։ Մեկը անշուշտ դա պարտավորեցնող բնույթն է Զայեդի, պարտավորեցնող առաջին հերթին իհարկե Իլհամ Ալիևի համար, հաշվի առնելով, որ ոչ վաղ անցյալում դեպի պատերազմ իրավիճակը Իլհամ Ալիևն է տանում։ Սա շատ կարևոր է, որքան շատ լինեն այսպիսի մրցանակներ, Նոբելյան մրցանակ, հա, որքան շատ բոլորը, ինչպես ասում է պարոն Մելիքսեթյանը, ողջունեն այս գործընթացը խաղաղության, այնքան շատ բեռ է լինելու այդ պարտավորեցնող բեռը Իլհամ Ալիևի համար։ Երկրորդ շատ կարևոր հանգամանքը, որը ես կառանձնացնեի, դա վարչապետ Փաշինյանի հայտարարությունն էր մրցանակաբաշխության ժամանակ, երբ որ նա ասաց, որ եթե մենք հիմա չդադարեցնենք այս կոնֆլիկտը, մենք երբեք դա չենք անի։ Ինչու՞։ Տեսեք, մենք 94 թվականին ունեցել ենք այդ հնարավորությունը մեծ հաշվով։ Մենք եւ հայերս եւ ադրբեջանցիներս այդ կոնֆլիկտը դադարեցնել փոխզիջումների միջոցով։ Մենք դա չենք արել։ Եվ դա եղել է, ես կարծում եմ, ճակատագրական սխալ երկու կողմերի համար, փոխզիջումների չգնալը։ Եվ այդ կոնֆլիկտը, այդ բոլոր զոհերը, հազարավոր զոհերը, ես 94-ից հետո եմ ասում, ծառայեցվել են միայն մեկ երկրի շահերը սպասարկելու համար, որը կոչվում է Ռուսաստան։ Ոչ մենք ենք շահել այդ կոնֆլիկտից, ոչ ադրբեջանցիներն են շահել։ Հետո 44 օրյան է եղել, որ Ադրբեջանն է սանձազերծել ու մենք ստացանք այն, ինչ ստացանք, այսինքն Նիկոլ Փաշինյանը միանշանակ շատ ճիշտ բան է ասում, երբ որ ասում է, որ եթե մենք այսօր դա չանենք, այսինքն դա ինչ է նշանակում միտքը, ես այդպես եմ հասկանում։ Մենք նորից սկսենք ուժեր հավաքել, 10 տարի, 20 տարի, 30 տարի նորից ռևանշի հնարավորություն լինի, նորից լինի պատերազմ եւ դա անվերջ ցիկլ է լինելու։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում կա որևէ ողջամիտ մարդ, որը այդ ցիկլի կողմնակիցը կարող է լինել։ Այս կոնֆլիկտի վերջը պետք է տալ, որովհետեւ դա բխում է առաջին հերթին մեր շահերից։ Ես այդ երկու դիտարկումը կանեմ։ Իհարկե ամփոփումը լավ բան է, եւ որ կողմերը ամփոփել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, դա կարևոր է, բայց ես կարծում եմ, որ այս հանդիպումը եւս մեկ կարևոր քայլ է մի պրոյեկտի ուղղությամբ, որի մասին բավական տևական ժամանակ ինչ խոսում ենք, դա այսպես ասած խաղաղության կոմբինացված լուծման գաղափարն է, որը իրանից ինչ է ներկայացնում, խաղաղության պայմանագիրը ստորագրվում է մինչև ընտրությունները, խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո տեղի ունեն ընտրություններ, հնարավոր է նաև ռեֆերենդում Հայաստանում, եթե մինչև այդ օրինակ համար մենք տեսանք, որ Արտադատության նախարարը հայտարարեց, որ մարտ ամսվա ընթացքում կարծես թե սա նոր համանդրության փաթեթը պետք է հրապարակվի, այսինքն առաջարկվող փաթեթը պետք է հրապարակվի, թե դա տեղի ունենում, ուրեմն ամենայն հավանականությամբ տեղի ունենում նաև ռեֆերենդում, որից հետո նոր տեղի ունենում երկու երկրների կողմի խորհրդարանների կողմից այդ խաղաղության պայմանագրի ռատիֆիկացիան։ Ինչի եմ ես կոչում կոմբինացված լուծում, որովհետև մի կողմից Ադրբեջանը ստանում է այն ինչ որ ինքն է ուզում, ինքը ուզում է, որ մինչև ընտրություններ առնվազն որևէ անշրջադարձելի իրադարձություն տեղի չունենա, որ ցանկացած բան, որ կլինի մինչև ընտրություններ, հնարավոր լինի ընտրությունների իր պատկերացմամբ ուրեմն խաղաղության կողմնակից չհանդիսացող ուժերի կողմից Հայաստանում իշխանության գալու պարագայում ինքը կարողանա process-ը կանգնեցնել կամ հետ բերել, հա, Հայաստանը ստանում է բավականին լուրջ ուրեմն քայլ խաղաղության վերջնական, այսպես հարատև խաղաղության հաստատման ուղղությամբ։ Դրա համար ես այս տարբերակը կոչում կոմբինացված լուծում, եւ ես կարծում եմ, որ հիմա այս պահին այս տարբերակով առաջ շարժվելու հավանականությունը էականորեն ավելի մեծ է, քան մի քանի ամիս առաջ։ Ես չեմ պնդի, որ սա այս պահին ամենահավանական զարգացման սցենարն է կամ որ սա միակ զարգացման սցենարն է, բայց ես կպնդեմ, որ հիմա քաղաքական հնարավորի, այսպես, հա, տրամաբանության մեջ սա շատ ավելի հնարավոր տարբերակ է դարձել, քան մի քանի ամիս առաջ։ Սա առաջին բաղադրիչը, երկրորդ բաղադրիչը իհարկե շատ կարևոր է, որ կողմերը այդ ամփոփումների արդյունքում ամբողջ ուրեմն կոմունիկացիան, որ տվել են պոզիտիվ ուրեմն տրամաբանության մեջ, գիտեք, անգամ նախորդ փուլի Աբու Դաբին, երբ որ ես հիշում եմ, այնտեղ կար, որ օրինակ այս հարցերի շուրջ կան համաձայնության, հարցեր կան, որոնց շուրջ քննարկումները շարունակվելու են, եւ այսինքն կար այդ ոչ նույն էջի վրա լինելու
խնդիրը, հա, անգամ նախորդ Աբու Դաբիում։ Այս անգամ կարծես թե ոնց որ թե ոչ մի հարց չկար, որի շուրջ կային տարաձայնություններ։ Ու սա շատ կարևոր է հատկապես հաշվի առնելով, որ թրիփի վերաբերյալ հունվարին տեղի ունեցավ հայ-ամերիկյան համատեղ հայտարարությունը, փաստաթուղթը հրապարակվեց, որտեղ բավականին մեծ քանակությամբ տեխնիկական դետալներ կան եւ անցման կազմակերպման եւ սահմանային ռեժիմի եւ այդ սահմանային ռեժիմի իրացման, ու շատ կարեւոր է, որ դրանից հետո հայ-ադրբեջանական ուրեմն համատեղ հայտարարությունը պարունակում է ըստ էության բացառապես այսպես դրական եւ ողջունող էլեմենտներ։ Սա շատ կարեւոր է։ Ես ճիշտ ասած, այսպես կանխատեսում եմ, որ մենք տեսնելու ենք եւս մեկ փաստաթուղթ ապագայում այսպես էլի աշխատանքային բնույթի, որովհետև ես կարծում եմ, որ դեռևս կան մի քանի հարցեր, որոնք բարձաբանման կարիք ունեն թրիփի վերաբերյալ, եւ տեսնելու ենք նաեւ մոտ ապագայում շինարարության մեկնարկ, որովհետև այո, երկաթգիծը այնտեղ հնարավոր է լինելու շարունակել են պայծ սկսած, երբ որ ադրբեջանական կողմը երկաթգիծը կբերի կհասցնի մեր արևելյան սահմանին, որովհետև ինչպես հայտնի է, երկաթգիծ կառուցելու համար անհրաժեշտ է երկաթգիծ, այդ ռելս դնող սարքը աշխատում է երկաթգծերից, բայց մինչև դա այնտեղ բավականին լուրջ աշխատանք հնարավոր անել եւ հողային աշխատանքների մասին է խոսքը, եւ թունելների ամրացման մասին է խոսքը եւ այլն եւ այլն։ Այսինքն այնտեղ կան բաներ, որոնք որ մենք մեր մոտից հիմա կարող ենք սկսել աշխատել, մինչև որ զարգացումը տեղի ունենա։ Նաեւ ես մեկ այլ կարևոր նախաձեռնություն եմ ուզում արձանագրել, որ տեղի ունեցավ Աբու Դաբիից բառացիորեն շաբաթներ առաջ, դա Երազխ-Սարդարակ հատվածում ուրեմն մասնագիտական խմբերի աշխատանքներ, երկաթգծի ուրեմն կարգավիճակի, իրավիճակի գնահատման ուղղված, ինչու եմ ես սա կարևոր համարում, որովհետև այդ հատվածը, որը որ բավականին կարճ է, պարոն Մելիքսյան, թե ճիշտ եմ ասում 5 կիլոմետրի կարգի, չէ՞։ Մեր կողմից 1 կիլոմետրից մի քիչ ավել է, իրենց կողմից մի քանի կիլոմետր տարբեր բնույթի ավարտի իրենց կողմից աշխատանքներ, այսինքն ինքը ամենահեշտ հատվածն է։ Այդ ամենահեշտ հատվածը, որը որ բառացիորեն շաբաթների ընթացքում կարելի է վերականգնել, որտեղ ես ինչքան նշեմ, դեբետում օրինակ այդ վթարված հատվածը նույնիսկ երևի թե ավելի մեծ էր, քան ինչ որ ստեղ պետք է վերականգնվի։ Չէ, ավելի մեծ չէ, բայց ինձ թվում է մի ամիս գուցե մի քիչ ավելի շատ լավ մեծ չէ։ Այդ ժամանակահատվածի արդյունքում մենք ինչ ենք կարողանում ուրեմն ունենալ, դա Ադրբեջան-Նախիջևան ուղիղ երկաթուղային կապն է, որը չի եղել 30 տարի մոտավորապես 92 թվականի ապրիլից 92 թվականի ապրիլից դրա միջոցով Ադրբեջանը այս պահին գոյություն ունեցող երկաթուղին սենց է մուտքա գործում Վրաստան, Վրաստանից Հայաստան, Հայաստանից գնում մտնում Նախիջևան։ Սա այն ինչ մենք կարող ենք տալ շատ կարճ ժամանակահատվածում Ադրբեջան, ու սա ինչի է նաև կարևոր, որովհետև մի կողմից սա Ադրբեջանի հնարավորություն կտա արդեն հիմա սկսել զբաղվել Նախիջևանի երկաթգծային համակարգի վերակառուցմամբ, վերականգնմամբ, ինչը նաև մեզ համար է կարևոր, թե Իրանի հետ կապի տրամաբանության մեջ, թե ուրեմն Ռուսաստանի հետ երկաթգծային կապի տրամաբանության մեջ, քանի դեռ չկա Ջևան-Ղազախ հատվածը, չէ՞։ Թե սեփական հարավի հետ, Մեղրի։ Թե սեփական հարավի հետ, այո։ Եվ սա նաև շատ կարևոր է հենց թրիփի տրամաբանության մեջ, որովհետև եթե մենք ունենանք իրավիճակ, երբ որ երկու կողմից թրիփին մուտք լինի երկաթգծային, դա հնարավորություն կտա թրիփի վրա աշխատել երկու կողմից, եւ Նախիջևանի կողմից, եւ մայրցամաքային Ադրբեջանի կողմից, ինչի երթին նշանակում է թրիփի իրագործման ժամկետների հնարավոր ավելի կարճ ժամանակահատված։ Սրանք բոլորը շատ կարևոր նախաձեռնություններ են, որոնց համար կողմերի անհրաժեշտ է որոշ առումով փոխադարձ վստահության բավականաչափ մակարդակ։ Իմ անկալմամբ, այս պայդրությամբ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի մեջ մնացել է մեկ խոշոր փոփոխական, դա Հայաստանում հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններն են։ Եվ բոլոր խոշոր, այսպես ասած, իրադարձությունները հնարավորինս կասեցվելու են, դանդաղեցվելու են, բեկանելի են թողնվելու, քանի դեռ տեղի չեն ունեցել հունիսին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ, ինչը իհարկե ունի իր ռացիոնալը։ Այս տրամաբանության մեջ մեկ այլ հայտարարության մեկ այլ մաս ես ուզում եմ դեր ուշադրությունը գրավել եւ խնդրեմ նաեւ ձեր մեկնաբանությունները, դա քաղաքացիական հասարակության ուրեմն վերաբերող հատվածներ հայտարարության, որը երևի թե հատկապես կարևոր է, հատկապես մինչև ընտրություններ են կած ժամանակահատվածում այդ վստահության մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ։ Պարոն Ստեփանյան, այս անգամ սկսենք ձեզանից։ Նախ ձեր նշած տրամաբանությունը կապված այդ հերթական քայլերի հետ հասկանալի է իրոք, որ ընտրություններ են սպասում, ինչու են պլանավորվում, ինչպես դուք ասում եք, հիմնական վարկած ստորագրում, հետո ընտրություններ, սահմանադրական հնարավոր փոփոխություններ եւ նոր ռատիֆիկացում, հա, այս տրամաբանության տակ անկնում, սա հասկանալի է, այստեղ մենք հասկանում ենք, որ այն ընտրությունները, որոնք հունիսի 7-ին լինելու են մեզ մոտ, ազգային ժողովի ընտրությունները,
մեծ հաշվով վճռորոշեն, այս գործընթացը շարունակվելու է թե ոչ, խաղաղության գործընթացը, որովհետև Հայաստանում եթե եղավ իշխանափոխություն, իսկ մենք հասկանում ենք ինչ ուժեր են գալու իշխանության այդ դեպքում, այս գործընթացը վիժեցվելու է։ Սա միանշանակ է եւ այն գործընթացները, որոնք հետևելու են դրանից հետո, մեզ համար որևէ լավ բան չեն խոստանում Հայաստանի Հանրապետության համար, այդ թվում նաև ինքնիշխանության եւ անկախության ամրապնդման պահպանման նույնիսկ տեսանկյունից։ Քաղաքացիական հասարակության մասով իհարկե այս գործընթացը շատ կարևոր է։ Մենք նաև մինչև 2016 թվականը, երբ որ Ադրբեջանը սանձազոտեց քարոզիա պատերազմը, գործընթացները գնում էին տարբեր տրեկերով։ Ճիշտ է, պետության մասնակցությամբ չէր դա, հիմնականում արտասահմանյան դոնորների Եվրամիության առաջին հերթին եւ մեծ աշխատանք էր տարվում այդ ուղղությամբ, բայց 16-ի այդ պատերազմը այդ ամբողջը կանգնեցրեց։ Ես շատ ուրախ եմ, որ հիմա կա հնարավորություն վերականգնել, ռեանիմացնել այդ գործընթացը, որովհետեւ հասարակությունները երկար տարիներ փաստացի եղել են իրարից կտրված, երկաթյա վարակույր է եղել, այո, եւ այդ երկաթյա վարակույրը կառուցվել է մի քանի տասնյակ տարի։ Եվ հիմա մենք պետք է նորից սովորենք իրար հետ ապրել, իրար հետ խոսել, իրար հասկանալ։ Ես միշտ այսպես եմ ասել, պարոն Քոչինյան, խաղաղությունը կհաստատվի այն ժամանակ, դա միջև 20 թիվն եմ ասել, երբ որ պայմանական Մամեդը իր այդ պամիդորը կամ նուրը կբարձի, կբերի ասենք Տավուշի մարզ, սահմանը կանցնի, կվաճառի, մեր մարդիկ կառնեն դա եւ ինքը խելոք հանգիստ իր գումարը կվերցնի վաստակած եւ կգնա տուն։ Եվ ինչ որ պայմանական Արմենը հա իր այգում աճեցրած բերք ու բարիքը կտանի Ադրբեջան։ Այդ ժամանակ մենք կարող ենք ասել, որ խաղաղությունը ռեալ է եւ ինքը հաստատվել է։ Ես հուսով եմ, որ այս գործընթացը, որոնք նախաձեռնվել են եւ որոնք նաեւ դուք եք մասնակցել, ես գիտեմ դուք երկուսով մասնակցել եք, սա ունենալու է տրամաբանական ավարտ եւ ընդհանուր առմամբ հարմոնիկ ձևով կմտնի այս ընդհանուր գործընթացի մեջ, որտեղ առանց քաղաքասարակությունների այս գործընթացը տանել եւ հասցնել վերջնական նպատակի, ես կարծում եմ անհնար է։ Պարոն Մելիքսյան, ես կարծում եմ այստեղ քաղաքական մասը կա եւ կա իհարկե քաղաքասարակությունների մասը, եթե վերադառնանք ձեր նախկին տեխնիկական կետերին, նայեք հիմա նաեւ ինչու է Հայաստան-Ադրբեջան բոլոր այս կոնտակտները եւ զարգացումները շատ կարեւոր, որովհետեւ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ Հայաստանից ու Ադրբեջանից դուրս շատ դինամիկ զարգացումներ են լինում, այդ թվում բացասական հիմա Իրանի դեպքը կա եւ դուք նշեցիք Նախիջևանի հետ կապի խնդիրը Ադրբեջանի համար, եթե մենք ունենանք լուրջ ինչ-որ խնդիրներ, ներքին զարգացումներ Իրանում, կարող է Ադրբեջանի միակ կապը Նախիջևանի հետ Իրանի տարածքով կտրվել կամ ավելի վտանգավոր լինել եւ այլն, եւ սա լինելու է միակ ճանապարհը, հա, որովհետեւ Հայաստանը եւ Ադրբեջանը իրենք շատ փոխկապակցված եւ փոխկախված աշխարհագրություն ունեն, հա, ինչպես 100 անգամ երևի նշել ենք նաեւ այս եթերում, Երևանից Մեղրի Նախիջևանի տարածքով գնալը շատ ավելի արագ, հարմար, էժանակ, քան Հայաստանի տարածքով։ Նույնը նրանք կարող են ամենահարմար կարճ եւ էլի էժան ճանապարհ Ադրբեջանից գնալ Նախիջևան, դա Հայաստանի տարածքով է։ Ու շատ կարեւոր է, որ կոնֆլիկտի տրամաբանությունից այս փոխկապակցությունը մենք վերածենք փոխշահավետ համագործակցության մոդելի, որը իմ պատկերացմամբ, օրինակ, նայեք թրիպի շուրջ նաեւ շատ մենք սա կոնֆլիկտային իրավիճակի արդյունք են այս կարգամոլորումները, այդ թվում օրինակ շատ հետաքրքիր պիլոտային ծրագրեր, որը նշում է փաստաթղթում, հա, որ պետք է տեխնիկական լուծումներ լինեն, էլեկտրոնային դեկլարացիաներ սահմանի հատման համար եւ այլն, եւ նաեւ կա այդ փոխադարձ առավելությունների կետը, որ ենթադրում է, որ Հայաստանի համար նույնպես պետք է լինեն հեշտացված եւ արագացված գործընթացներ հատելու այդ տարածքը Նախիջևանի։ Ու եթե մենք կոնֆլիկտային տրամաբանությամբ ենք սրան նայում, սա ինչ որ մեկը մյուսին զիջում է, մեկը առավելություն է ստանում։ Եթե մենք հենց այդ հնարավորությունների այնպիսի լուծումների, որ մեր լուծումները իրենց համար ազդելու են իրենց լուծումներին մեզ համար եւ երկուսս է շահելու ենք, սա հետագայում նաեւ կարող է տարածաշրջանային ինտեգրացիայի մոդել դառնալ, որովհետեւ առաջին անգամ է լինելու, որ մեր տարածաշրջանում նման լուծումներ են կիրառվում սահմանահատման համար, դրանից շահում են երկու կողմերն էլ, որովհետեւ մենք իսկապես շահելու ենք, եթե Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ ունենանք Իրանի հետ, ավտոմոբիլային կապ ունենանք Իրանի հետ, երկաթուղային ավտոմոբիլային կապ ունենանք Հայաստանի հարավի հետ, որտեղ կան մետաղային խոշոր պաշարներ, չշահագործված տարածաշրջանում երկաթի ամենախոշոր հանքավայրը եւ այլն եւ այլն։ Եվ սա պետք է շատ կարեւոր է, որ այս կոնֆլիկտի պատմությունը դառնա հաջողության պատմություն, հա, եւ կան
նաև ինչպես նշեցի քաղաքական բաղադրյալներ սրա տակ Վրաստանում զարգացումները նույնպես մտահոգիչ են։ Դրանից առանձին Եվ կանադականք։ այո, եւ սա նույնպես կարեւոր է, որ Հայաստանը, Ադրբեջանը այս պատմական փուլում իսկապես հասունություն դրսևորեն եւ հասկանան, որ սա շատ ավելի երկարաժամկետ եւ տարածաշրջանը ընդհանրապես կտրականապես փոխող գործընթաց է, որը միայն առավելություններ է տալի բոլորիս։ Ինչ վերաբերում է քաղաքասարակությունների կոնտակտներին, շատ կարևոր է իհարկե հասկանալով բոլոր առարկությունները հասկանալով, իմ կարծիքով սա շատ երկար գործընթաց է։ Մենք դեռ շատ երկար ունենալու ենք տարբեր խնդիրներ այս գործընթացում։ Մենք տարբեր պետություններ ենք, տարբեր քաղաքական մշակույթով, տարբեր ինքնություններով, տարբեր իրավիճակներով, որտեղ 2020-23 թվականներից հետո շատ բան է փոխվել Հայաստանում, Ադրբեջանում եւ բարձր է, որ շատ ավելի դժվար է այս ամենը, եթե մենք նայենք ինքնության տեսակետից մեզ համար։ Բայց հաղթահարելու այս ամենը եւ հասկանալով, որ մենք չենք կարող Ադրբեջանի ներսում իրավիճակ փոխել, հետեւաբար այս փոքր քայլերը շատ երկարաժամկետ տրամաբանության են ենթադրում, բայց առանց այս սկզբնական քայլերի, որոնք ունեն բոլոր այդ նշված, այսպես ասած, խնդիրները, մենք չենք կարող հասնել վերջնական կետի։ Շատ կարևոր է, որ վերջնական նպատակը, ինչպես իմ գոլեգան նշեց, հենց հարատև խաղաղությունները երկու երկրների միջև, որովհետև ցանկացած փոփոխություն ժամանակավոր, եթե նայեք մեր մոտ այդ բանը կա, չէ, որոշակի քաղաքական շրջանակներում, որ պետք է ուշ հավաքենք, էլի գնանք ռևանշի, հետ բերենք մեր գրաված տարածքները, հետո Ադրբեջանը էլի նույն տրամաբանությամբ ուշ հավաքի, մի քանի տասնյակ տարի հետո գնա ռևանշի ու այս անվերջ ցիկլը, որը նշվեց, սա իսկապես ենթադրում է, որ մենք չենք կարող օգտվել այն հնարավորություններից, որոնք ես նշեցի առաջին մասում, եւ նաեւ ցանկացած ուղղությամբ այսպիսի փոփոխությունները այնքան ռիսկային են երկու կողմերի համար, որ ավելի լավ է հենց ինչ որ սկզբունք ընդունել, որը միջազգային ճանաչված սահմաններն են, որոնք միջպետական հարաբերությունների գերակայությունն է առայժմ այդ ինչ որ հասարակական կոնտակտների նկատմամբ, ինչ որ պատմական թեմաների, տրավմաների եւ այլն։ Հիմա կա հստակ քաղաքական գործընթաց, որ շատ կարևոր է, որովհետեւ քաղաքական իշխանությունները ունեն լծակներ կառավարել այդ գործընթացները, կազմակերպել կոմունիկացիաների տեսքով, հա, խոշոր ինչ որ ծրագրեր եւ այլն, եւ սա հնարավորություն կտա ապագա փուլերում շատ ավելի լայն եւ շատ ավելի խորը ինչ որ գործընթացների մասին խոսել, որոնք հեշտ չեն լինելու եւ մեզ համար եւ հակառակ կողմի համար, որովհետեւ նաեւ կան թեմաներ, կան խնդիրներ, որոնք եւ մենք չենք պատրաստ քննարկել, որ մենք տեսնում ենք մյուսի մոտ, մեր մոտ չենք տեսնում։ Օրինակ, վերջերս բացում եմ Վիկիպեդիայում Աղստաֆա քաղաքի, Աղստաֆա Ադրբեջանի մասին հոդվածը հայկական Վիկիպեդիայում գրած է Աղստաֆա քաղաք Արևելյան Հայաստան։ Ասենք Արևելյան Հայաստանում, պատմական Հայաստանում երբեք այդ քաղաքը չի եղել, ինքը ցարական շրջանում գերմանական գաղութ է եղել, հետո ադրբեջանական քաղաք է դարձել։ Ու երբ որ մենք, ասենք, արևմտյան նույն Ադրբեջանի խոսույթից ենք խոսում, հետո ճակերտներով, ինչպես դուք նշեցիք, եւ չենք տեսնում այս մանր, այսպես ասած, խնդիրները նաեւ մեր մեջ, սա նույնպես ցույց է, որ մեզ ավելի երկար ժամանակ է պետք ադապտացվելու քաղաքական հարաբերություններին, դուրս գալու ինչ որ ավելի այդ կոնֆլիկտի շրջանում ձևավորված վիրտուալ իրականությունից։ Պարոնայք, այս ամեն ինչի զուգահեռ մենք ապրում ենք շատ կոնկրետ տարածաշրջանում, որտեղ կան պետություններ, կան հետաքրքրություններ, կան շահեր եւ ինչքան էլ մենք ձգտում ենք նրան, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը լինի որոշակի առումով ավտոնոմ, այսինքն մենք որոշենք մեր օրակարգը, ինքը կախված չի լինի այլ պետությունների շահերից, բնականաբար կան ազդեցություններ եւ բնականաբար կան փոխադարձ կախվածություններ, այսպես ասենք։ Ես մի քանի ուրեմն ուժային կենտրոնի մասին եմ ուզում խոսենք՝ Թուրքիա, Եվրոպական միություն, ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Իրան։ Սկսենք Թուրքիայից, հարգելի գործընկերներ, շատ երևի արդեն ակնհայտ մենակ ծույլը Հայաստանում չի ֆիքսել այս միտքը, որ Թուրքիան ունի մենակ մեկ նախապայման, այդ նախապայմաններից ենթադրում է հետևյալը. Ադրբեջանը պետք է դեմ չլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանը։ Եթե մինչև բոլորովին վերջերս խոսքը գնում էր նրա մասին, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը լինելու է այն բավականաչափ մինիմումը, որը անհրաժեշտ է Թուրքիային գնալու առաջ, հիմա ես ճիշտ ասած զարամ այլևս վստահ չեմ։ Ես չեմ բացառում իրավիճակը, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, բայց Թուրքիան ելի կշարունակի սպասել կանաչ լույսի Բաքվից։ Իսկ Բաքուն կանաչ լույսը հայ-թուրքական սահմանի բացումը ընկալում է որպես իր ձեռքին եղած խաղաքարտերի մեջ ամենակարևորը, ամենավերջինը եւ ինքը դա ըստ էության դնելու է սեղանին վերջին, ամենավերջին հնարավոր փուլում, երբ որ մնացած բոլոր հարցերը այլևս լուծված են լինելու հայ-ադրբեջանական թրեքով։ Պարոն Ստեփանյան։
Ну, միանշանակ Թուրքիայի հետ սահմանի բացումը շատ կարևոր է մեզ համար առաջին հերթին մենք ենք շահագրգռված եւ ես կարծում եմ որ դուք ճիշտ եք մտածում որ դա լինելու է խաղաքարտ, որը դա Ադրբեջանի ապահովագրությունն է, հա, այդ ապահովագրություններից մեկն է, ինքը պահում է դա միջև վերջ։ Բայց ես կարծում եմ որ իրականում սահմանի ժամկետների բացումը փոխկապակցված են թրիպի իրականացման հետ այդ թվում նաև, որովհետև եթե տարածաշրջանը սկսում է բացվել, իսկ տարածաշրջանը բացվելու է, մենք չենք կարող ունենալ փակ հայ-թուրքական սահման, սա անտրամաբանական է լինելու, որ ասենք երկաթուղին գա Նախճեվան, Նախճեվանից գնա Թուրքիա, իսկ մենք այդ հնարավորությունը չունենանք, հա։ Սա ես կարծում եմ, որ առաջի հերթին ԱՄՆ-ն դրան դեմ կլինի, իսկ ԱՄՆ-ն տվյալ դեպքում այս գործընթացում շատ մեծ դերակատարում ունի։ Ես համամիտ եմ այս մասով, ինչ ընդհանրապես Թուրքիան ինքն իրենով ոչ մի պատճառ չունի Հայաստանի հետ սահմանը փակ պահել։ Սա հասկանալի դիրքորոշում է եւ այստեղ որևէ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Բայց նաեւ կա հետեւյալ մի խնդիր, որ մենք չենք կարող իմանալ եւ մենք չգիտենք արդյոք չկան այս առումով պայմանավորվածություններ Մոսկվայի հետ, Անկարայի եւ Մոսկվայի միջեւ։ Եթե մենք վերադառնում ենք 44-օրյա պատերազմ, որը ես միշտ կոչում եմ պայմանավորված, այն եղել է հստակ պայմանավորված եւ եղել է պայմանավորվածությունների արդյունք առաջի հերթին Մոսկվայի եւ Անկարայի միջեւ, մենք չենք կարող բացառել, որ չի եղել նաեւ պայմանավորվածություն կապված հայ-թուրքական սահմանի հետ։ Եվ այստեղից հարց է առաջանում, սա որպես վարկած, եթե դա իրոք այդպես է, արդյոք Էրդողանը կցանկանա այդ պայմանավորվածությունները խզել Պուտինի հետ։ Արդյոք ռուս-թուրքական հարաբերությունները հասել են այն կետի, Ռուսաստանը այնքան է կորցրել իր ազդեցությունը, այնքան ցածր է նրա օգտակար գործողության գործակիցը Թուրքիայի համար, որ նա կարող է գնալ այդ քայլին։ Սա էլ է խնդիր։ Ես կարծում եմ այստեղ եւս կա փոխկապվածություն եւ միայն Բաքուն չէ իրականում, որ այստեղ, չնայած Բաքուն ես համամիտ եմ, որ ամենակարևոր գործոնն է։ Սա ինչ վերաբերում է Թուրքիայի մասով, Իրան, Ռուսաստան, չէ, ասացիք։ Պարոն Ալեքսիսյանին հիմա խոսքը տանք, քանի որ Մոսկվայանը տրվեց արդեն Թուրքիա եւ Ռուսաստան։ Ես կարծում եմ Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը համընկնումը 2020 թվականին պայմանավորված էր նրանով, որ Թուրքիան այդ քայլերի մեջ հնարավորություն տեսավ ուժեղացնել իր տարածաշրջանային դիրքերը։ Հիմա այդ քայլերը Թուրքիայի տարածաշրջանային դիրքերը թույլատնում են փակ հայ-թուրքական սահմանը, եւ ես կարծում եմ այստեղ այդպիսի գուցե վարկած որպես կարելի է դիտարկել, բայց ինքը ավելի քիչ հավանական է, նաեւ երկարաժամկետ առումով, օրինակ նայեք Ռուսաստանը, Թուրքիան, Ռուսաստանը Թուրքիայի հիմնական գազամատակարարողներ, հիմա երկարաժամկետ տենդենսները տեսնում ենք, որ Թուրքիան թույլատնում է իր կախվածությունը ռուսական գազից եւ սկսում է զարգացնել ամերիկյան, այսպես կոչված տանկերային, հա, որ ստանում են այդ գազը ու ծավալները մոտ տարիներին այնքան են մեծանալու, որ ռուսական գազի դերակատարությունը գնալով նվազելու եւ նաեւ այդ կախվածությունն է նվազելու։ Այն որ կենտրոնական Ասիայում կա մրցակցություն, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ Սիրիայում կար եւ Ղրիմի Ուկրաինայի հարցում կար հստակ եւ այլն, դրանք նույնպես կարեւոր դրսեւորումներ են։ Իհարկե դա չի ենթադրում, որ այդ երկրները ժամանակ առ ժամանակ ընդհանուր շահեր ունենալով կարող են նաև համագործակցել տարբեր հարցերում, բայց իմ կարծիքով կան ինչ-որ շահեր, որոնք ավելի կայուն են եւ կենսական, այսպես ասած, եւ այս առումով Թուրքիայի շահերից է, որ սահմանը բացվի, բայց կարծում եմ այստեղ իրոք Բաքուն ունի այդ քարտ բլանշը եւ ստացել է քարտ բլանշը Հայաստանի հետ ինչ ուզում է անել այդ առումով, ու Բաքուն մենք տեսնում ենք ավելի համարձակ քայլեր է ձեռնարկում եւ նույնպես դրանից կարելի ասել հաճույք է ստանում, որ ինքը ավելի շատ հնարավորություններ ունի փոխել իրավիճակը, տրանզիտն է բացում, տնտեսական համագործակցության մասին է խոսում, իսկապես փոխել է հրետորաբանությունը, բայց այդ վերջին քարտը իսկապես իր ձեռքից չի հանձնում եւ արդեն պայմանավորվածություն կա, որ մենք այս հարցերը կլուծենք, հետո դուք կբացեք սահմանը։ Սա կարծում եմ արդեն, քանի որ նաեւ կարճ ժամանակի մասին է, որովհետեւ իմ պատկերացմամբ ամեն ինչ པարզ է լինելու ընտրություններից հետո եւ ընտրություններից հետո այս թրեկուն զարգացումները շատ արագ կլինեն, դա իմ պատկերացումն է, կարծում եմ, որ առայժմ հենց դա է պատճառը եւ այս դրամաբանությունը չի փոխվելու։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռուսաստանը նույնպես կարծում եմ Ռուսաստանի համար հիմա հիմնական բաժանարակից ընտրություններն են, Ռուսաստանը ռեսուրսներ է կուտակում ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ այդ ընտրությունների վրա, իհարկե այս զարգացումները եւ մենք կարող ենք դա տեսել նյարդային արձագանքներից Ռուսաստանի համար շահավետ չեն
Եվ սա նշանակում է, որ եթե մենք իրականացնում ենք այդ պայմանավորվածությունները, թրիպը եւ այլն, մենք ունենալու ենք զարգացող կոնֆլիկտների շահերի, հա, կոնֆլիկտ Ռուսաստանի հետ, ու ըստ ուկրաինական պատերազմի զարգացումներից ինքը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ։ Կախված իր այստեղ կարևորը Ուկրաինան։ Պարոն Ստեփանյան, հիմա Ռուսաստան, Թուրքիա, գումարենք նաև Վրաստան։ Համեցեք։ Ու Վրաստանը հասկանալի պատճառներով ցավոք մեզ համար գտնվում է ռուսական շահերի օրբիտայում, կա հստակ փոխկապվածություն։ Պարոն Իվանիշվիլին է ղեկավարում փաստացի այդ երկիրը, Չորվիլայից, ինչը բերում է նրան, որ Վրաստանը շատ դեպքերում գնում է իր շահերին հակառակ, այսինքն գործընթացները, որոնք մենք տեսնում ենք այդ հայտնի տխրահարճակ օրենքի ընդունումից հետո ինոագենտների մասին, իրենք Վրաստանի ռազմավարական շահերի դեմ են։ Մի երկիր, որ իր սահմանադրության մեջ շարունակում է ունենալ կետ, որով Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամակցությունը դա ռազմավարական հեռանկարը եւ նպատակ, փաստացի այդ երկու գործընթացը բիժեցրել է։ Այսինքն կա լուրջ փոխկապվածություն եւ ես կարծում եմ այդ ես հիշում եք այդ պատմությունը այս վերջերս, երբ որ Վրաստանը բավականին հետաքրքիր ձևով մաքսային շատ մեծ տարիֆ դրեց Ադրբեջանից Հայաստան իր տարածքով եկող այդ նավթամթերքի կամ ծորենի համար, ես կարծում եմ այստեղ էլ էր Ռուսաստանի մատախարը, հա, այսպես ասեմ, որովհետև իրենք շարունակում են ազդեցություն ունենալ տարածաշրջանում Վրաստանի շնորհիվ եւ շատ կարեւոր մի բան, ինչ է փոխվել 44 օրյայից հետո։ Միջև այդ հիմնական բաժանարար գիծը հարավային Կովկասով գնում էր հյուսիսից հարավ, այսինքն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև եւ այդ բաժանարար գիծը ես դա անվանում եմ փական։ Տնօրինում էր Ռուսաստանը, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ասում էր, որ կոնֆլիկտի բանալիները Մոսկվայում էր, ես դրանք ավելացնեմ, որ ընդհանրապես տարածաշրջանի բանալիներն էր Մոսկվայում, եւ Մոսկվան այդ տարածաշրջանը փակ էր պահում այդ ամբողջ տարիները։ Պատճառներից մեկը պարզ էր, այն ժամանակ միջև Ուկրաինա տրանզիտը իրականացնում էր Ռուսաստանի տարածքով։ Արևելքը եւ արևմուտքը գլոբալ կապում էր այդ թվում նաեւ Ռուսաստանի տարածքով։ Այո։ Հիմա իրավիճակը փոխվել է եւ Ռուսաստանը կորցրել է այդ դերակատարումը, ինչը հավելյալ նշանակություն է տվել մեր տարածաշրջանին։ Այդ փականը պետք է բացվի։ Այս բոլոր գործընթացները, որոնք իրականանում են, թրիպը եւ մնացածը, հայկական խաչմերուկը, ինչու ոչ, այդ գործընթացի մի մասն է։ Եվ հիմա այդ բաժանարար գիծը տարվում է մեջտեղով, այսինքն այն ժամանակ ուղղահայաց էր, հիմա հորիզոնական է։ Տարածաշրջանը հիմա բաժանվել է Վրաստանի մի կողմից եւ Հայաստան-Ադրբեջան աշխարհաքաղաքական մասով։ Այսպես է բաժանվել։ Եվ հերթական անգամ այդ բաժանարար գիծը տանում է Ռուսաստանը։ Սա մեզ համար վտանգավոր է այն առումով, որ Վրաստանը հետագայում իրոք, եթե իրավիճակը այսպես շարունակվի, կարող է խնդիրներ առաջացնել մեզ համար, հաշվի առնելով, որ մենք այնուամենայնիվ Վրաստանը օգտագործում ենք որպես տրանզիտ գոտի, եւ ես չէի բացառի նաեւ այսպիսի սցենար, սա հավանականությունը շատ ցածր է, ես ալարմիզմով չեմ տարապում, որ X պահի մենք իրավունք չունենք սա բացառել։ Վրաստանը կարող է օգտագործել ռուսական զորքեր անցկացնելու համար Հայաստանի տարածք։ Սա չենք կարող մենք բացառել, պետք է սա էլ հաշվի ունենանք։ Այս առումով Վրաստանը խնդրահարույց է։ Ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ Վրաստանի ժողովուրդը կհաղթի, ժողովրդավարությունը կհաղթի, Վրաստանը կվերադառնա իր հին ճանապարհին, ճիշտ ճանապարհին իմ կարծիքով, եւ մենք այս խնդիրը այլևս չենք ունենա։ Եվ վերջին բաժանարար գիծը հարավային Կովկասում կոչնչանա։ Ես չբացառելով որևէ կերպ Ռուսաստանի մասնակցությունը այս ամբողջ պատմության մեջ Վրաստանի հետ մեր ունեցած վերջին իրադարձությունների խնդիրների, կհավելեի դրան, որ դրա մեջ կա նաև հենց բացառապես ներվրացական շերտ, որովհետև տասնամյակներ շարունակ Վրաստանը ըստ էության մոնոպոլ դիրք է զբաղեցրել հարավային Կովկասում բոլոր կոմունիկացիաների, հարավային Կովկասում որտեղ ուզում էր գնալ, պետք է գնալ Վրաստանով ըստ էության, հա։ Հիմա հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորման պարագայում ցանկացած տեղ հնարավոր է գնալ շրջանցելով Վրաստանը, եթե այդ սահմանները բացվում են։ Սա չի կարող բնական շատ վախ, ալարմիզմ, չգիտեմ, խանդ չառաջացնել Վրաստանում, սա ես կարծում եմ նաև այս շերտը կա եւ կա իրականում դրա արդյունքում շատ սխալ քաղաքականություն, որովհետեւ այդ ալարմիզմը ինչ որ չափով իրանց մոտ առաջացնում է այս գործընթացներին հակագործողություն անելու ցանկություն, այ ձեր ասած բարձր տարիֆները, հա, օրինակ, որը իրանց համար ունենում է հակառակ ազդեցություն, դա ել ավելի արագացնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, որտեղ ես շատ լավ հիշում եմ, երբ որ իրանք այդ օթից այդ գինը կրակեցին,
թե Հայաստանում թե Ադրբեջանում մարդիկ սկսեցին խոսալ շատ արագ հայ-ադրբեջանական ուղիղ կապ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Պարոն Մելիքսեթյան, ավելացնենք Իրանը։ Մի քիչ Վրաստանից էլ ասեմ, դե Մի քիչ, ես ուղղակի մի նախադասություն։ Ընդհանուր առմամբ ձեր այդ ասած խանդը ընդհանրապես կյանքում ոչ միայն միջազգային ամենաանիմաստ զգացումն է։ Համաձայն։ Եվ Վրաստանը դա ապացուցեց։ Համաձայն եմ։ Կարճ Վրաստան ու Իրան։ Դեք Վրաստանի դիրքը այնպեսին էր, ոնց որ 90-ականներին կամ 0-ականներին, եւ որ կար թաղում միայն մի խանութ, ու բոլորը ստիպված այդ խանութից էին օգտվում, ինչ գներ ասես դնում էր, հա, այդ սեփականատերը, եւ որ առաջացան այս սուպերմարկետները եւ այլ ընտրություն առաջացավ, բարձր որ մարդիկ արդեն հնարավորություն ունեցան ընտրելու։ Ես կարծում եմ Վրաստանի աշխարհագրական դիրքի տեսակետից այդ զարգացումը բնական է եւ նաեւ բնական է մեր արձագանքը, մեր ձգտումը պաշտպանել մեր շահերը եւ տարածաշրջանի ժամանակ է պետք եւ որ այդ ոչ նորմալ իրավիճակը եւ որ ինչ որ մի կողմ այդպիսի առավելություններ ունենալով կերշահույթ էր ստանում եւ տարբեր բան այդ դիրքը օգտագործում էր, դա փոխվում է եւ սա կարծում եմ շատ կարեւոր է, որ մենք երբ որ կոնֆլիկտ է լինում, ասենք նույն Հայաստանի Ադրբեջանի միջեւ, երկու կողմերն էլ նաեւ ձգտում են Վրաստանին սիրաշահել, Վրաստանի գործոնը օգտագործել, ով ավելի լավ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, նաեւ քարոզչություններ օգտագործում մեկը մյուսի դեմ այդ գործոնը, բայց երբ որ մենք արդեն տեսնում ենք ընդհանուր շահեր ու կամաց հասկանում ենք, որ կարող ենք համագործակցել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի, արդեն բնական տրամաբանությունը հաղթում է այդ կոնֆլիկտի կողմից ստեղծված ոչ առողջ տրամաբանությունը եւ նաեւ սեփական շահերի դեմ ինչ որ գործելու տրամաբանությունը։ Ինչ վերաբերում է Իրանին, իհարկե Իրանը ամենադժվար հիմա մեր հարևաններից է եւ ամենավտանգավոր իմ կարծիքով զարգացումներով հարևաններից է եւ այդ զարգացումները կարող են էական նշանակություն ունենալ նաեւ մեր տարածաշրջանի վրա։ Հայաստանի ընդհանուր գիտենք որ Հայաստանի ցանկացած հենց Իրանի գործոնը, Իրանի հետ սահմանը եւ Իրանի հետ հարևանությունը Հայաստանի համար շատ կարեւոր է եւ ցանկացած վարչակարգերի պարագայում է դա կարեւոր, բայց եթե հնարավորություն լիներ որ Իրանը բացվեր արտաքին աշխարհին դուրս գար սանկցիաների այդ ռեժիմի տակից, սա Հայաստանի համար պատմական փոփոխություն կարող էր բերել, թե էներգակիրների ստանալու հզոր մեծագույն ռեսուրս որպես ստանալ, թե տարբեր առողջատնտեսական համագործակցության, թե դեպի Հնդկական օվկիանոս գնացող կոմունիկացիաների եւ այլն եւ նաեւ ցամաքային կապի, նաեւ մենք խոսում ենք այս կոմունիկացիաների մասին, բայց Կասպից ծովով անցնող լաստանավային բեռնափոխադրումները, այդ թվում երկաթուղային, հա, որ ենթադրում են, որ մի երկաթուղային նավահանգիստից գնում է մյուսը, իրենք պրոբլեմատիկ են լինելու եւ մենք չենք կարող մեծ ծավալներ ունենալ մոտ ապագայում, մոտ տասնամյակներում, բայց եթե բացվի Իրանը նույն եւ Իրանի հետ ցամաքային սահմանը եւ ուղիղ երկաթուղային կապի հնարավորություն ունենանք մենք հաստատել Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, այլ Հնդկաստանի եւ այլն հետ, սա կարող է պատմական փոփոխությունների բերել եւ իսկապես փոխել հնարավորությունները, հա, այդ շատ մեծ աշխարհագրական գոտիով համագործակցելու։ Ինչ վերաբերում է հիմա ռիսկային սցենարներին, որովհետև կա ռիսկային սցենարներ, ես կասեի ամենավատ սցենարն է, որ հիմա ԱՄՆ-Իրան բանակցությունները արդյունք չեն տալի, նույնիսկ եթե լինեն ռազմական հարվածներ, նրանք էականորեն չեն փոխում Իրանում ներքին իրավիճակը, այս կրոնապետությունը պահպանվում է, ինքը ավելի է, այսպես ասած, թշնամանում արտաքին աշխարհի նկատմամբ առաջին հերթին արևմուտքի եւ ավելի նաեւ ագրեսիվ արձագանքներ ունենում բոլոր այն երկրների, որոնք համագործակցում են ԱՄՆ-ի հետ եւ սա կարող է վտանգել հենց թրիփը, որովհետեւ էլի բազմաթիվ նշել եմ, հատվածներ կան, որտեղ այդ երկաթուղին Իրանի տարածքից մոտ 80 մետրի վրա է։ Իրանի ցամաքային տարածքից, ասենք եթե մենք Արաքս գետի այդ կես մեջտեղի գծով ենք ասում, ավելի մոտիկ, ասենք մի 50-60 մետրի մասին է խոսքը։ Եվ հետեւաբար սա կարող է նաեւ թիրախ դառնալ, եթե երկարատեղ ինչ-որ զարգացումներ լինեն, ու սա պատճառն է, որ մենք պետք է նաեւ ունենանք ալտերնատիվ այլ կոմունիկացիաներ, ավելի հյուսիս ասենք, եւ այլ հատվածներում հույսը չդնենք մի կոմունիկացիա։ Շնորհակալություն։ Մեր արևմտյան գործընկերների մասին խոսելիս պետք է ձեր հետ արձանագրենք երևի թե որ տվյալ պահին հայ-ադրբեջանական կարգավորմամբ ամենաշահագրգիռ կողմերը հենց Եվրոպական միությունում Միացյալ Նահանգներն են, ոչ թե մենք այսպես դողորված ենք ուրեմն այն հովերով թե արևմուտքը լավն է, բարի է, ժողովրդավարական է, դրա համար է աջակցում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, որտեղ կան շատ կոնկրետ շահեր, որոնք որ ստիպում են Միացյալ Նահանգներին եւ Եվրոպական միությանը իսկապես հետաքրքրված լինել այս կարգավորումներով։ Առաջին խոշոր շահը դա դեպի Կենտրոնական Ասիա հնարավոր մուտքի ճանապարհն է, որտեղ այս պայծրությամբ այլ
ուրեմն մուտք այլ ճանապարհ լուրջ ենթակառուցվածքներ բացահայտելու արևմուտքը չունի, Միացյալ Նահանգներն ու Եվրոպական միությունը չունեն։ Կլասիկ ճանապարհը անցնում է Ռուսաստանով, որը ակնհայտորեն խնդիր է, երկրորդ ճանապարհը անցնում է Իրանի Իսլամական Հանրապետությունով, որը այս պատճառով նույնպես խնդիր է, եւ կա այնտեղ Աֆղանստան, որով որ ոչ մեկ կոմունիկացիա չի անցկացնում, ու կա Չինաստան, որը հենց մրցակիցն է իրանց դեպի Կենտրոնական Ասիա, ուրեմն որևէ մուտք ունենալու։ Այս առումով սա դարձել է բավականին կարևոր ուրեմն դրդապատճառ իրենց ներգրավվածության եւ հետաքրքրվածության։ Դա ինքը տարածաշրջանն է, որովհետեւ Հարավային Կովկասը իր աշխարհագրական դիրքով այսպես ուրեմն Ռուսաստանի հարավային սահմանների անմիջական հարևանության բավականին կարևոր դերակատարություն ունի եւ տեղավորվածություն ունի եւ վերջապես Միացյալ Նահանգների դեպքում դա կոնկրետ այն պրոյեկտն է, որում Միացյալ Նահանգները ներգրաված են, դա TRIP-ն է, որը այս ադմինիստրացիայի համար առնվազն իսկ գիտեք վերջին տարիների մեր փորձը, երբ որ մենք օրինակ համար ռազմավարական գործընկերության պայմանագիր խորհրդյան ստորագրել ենք դեմոկրատական ադմինիստրացիայի հետ, որոնք վերջին օրերին եւ ամենահնչող քննադատությունն այն էր, թե դա ավազին գրած խարտիա է, հա, բայց մենք տեսանք, որ նոր ադմինիստրացիան եկավ եւ ել ավելի զարգացրեց այդ ձեռքբերված պայմանավորվածությունը, սա մեզ բերում է այն եզրահանգման, որ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի այս նոր կառուցվող հարաբերությունները իսկապես ռազմավարական բնույթի են, որտեղ երկու ծայրահեղ տարբեր ադմինիստրացիաներ, որոնք որ գրեթե բոլոր հարցերի շուրջ ունեն տարբեր գնահատականներ եւ տարբեր կարծիքներ, այս հարաբերությունները ոչ միայն պահեցին նույն ուրեմն հոսանքի մեջ, նույն հոսքի մեջ, այլ նաեւ ավելի զարգացրեցին։ Եվ այդ եզրահանգումը, որ Միացյալ Նահանգների համար բոլոր այս նշած զարգացումներից տարածաշրջանային զարգացումներից անդին կարևոր է նաև Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները եւ դրանք իսկապես ունեն ռազմավարական բնույթ, ես կարծում եմ ժամանակի ընթացքում մենք գնալով ել ավելի կամբրապնդվենք այս եզրակացության մեջ։ Պարոնայք, ժամանակը ցավոք սրտի սպառվեց, շնորհակալ եմ հրավերը ընդունելու եւ քննարկմանը մասնակցելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, կհանդիպենք հաջորդ կիրակի 19:00։